Բարև ձեզ, ես Լիլիթ Հարությունյանն եմ, Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ուսումնասիրում է պետբյուջեով կրթությանը և հատկապես հանրակրթությանը հատկացվող գումարի չափը 2021-ից 25 թվականների կտրվածքով, տվյալները համադրելով կրթության որակի ցուցիչների հետ։ 2021 թվականից ի վեր հանրակրթությանը հատկացվող գումարի չափը էականորեն ավելացել է։ 2024 թվականին կրթության որակի ապահովման ծախսերը գրեթե կրկնապատկվել են։ Նկատի ունենալով այս հանգամանքը այսօր խոսելու ենք կրթության որակի մասին։ Կրթության որակի վերաբերյալ խոսելիս չենք կարող անտեսել երեխայի ստեղծագործ լինելու կարողությունը։ Իմ զրուցակիցը Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպության համահիմնադիր, ուսուցիչ Սիփան Հարապետյանն է։ Բարի օր Սիփան, նախ համաձայն ես այն մտքի հետ, որ որակյալ կրթության պարագայում երեխան ստեղծագործ է լինում և ազատ։ Ողջույն, շնորհակալություն։ Սկսենք նրանից, որ երեխաները իրենց բնույթով արդեն իսկ ստեղծագործական են, որոշակի առումով, մանկավարժությունը խնդիր ունի այդ ստեղծագործական բնույթը հղկելու։ Առարկաները եւ մանկավարժական մեթոդները մեզ համար գործիքներ են, որպեսզի յուրաքանչյուրի ընդունակությունները բացենք, թույլ տանք, որպեսզի ամեն մեկը իր անհատական որակներից ելնելով կարողանա ստեղծագործել։ Թե որքանով սա արդյունավետ է ստացվում, շատ կախված է իհարկե պետական չափորոշիչից, ուսումնական ծրագրերից, դպրոցի տված ազատությունից, բայց առաջին հերթին սա մանկավարժի անհատական մասնագիտական որակներից կախված խնդիր է։ Օրինակ, ինչպես կարող է ուսուցիչը երեխայի մեջ զարգացնել ստեղծագործելու հակումը և դա որքանով է կարևոր։ Երկու տարբեր հարցեր են, առաջինից սկսենք։ Պետք է ելնել առաջինը ճանաչողությունից, այսինքն ովքեր են մեր առաջ կանգնած, երբ մենք մտնում ենք դասարան։ Չնայած մենք ընդհանուր բաներից ենք ելնում, ասենք ելնում ենք նրանից, որ բոլորը նույն տարիքի են, նույն մշակութային միջավայրից, նույն լեզվի կրողներ են հիմնականում, ու մեր ուսումնական ծրագիրը կառուցում ենք դրա վրա, բայց հենց ստեղծագործականությունը շեշտադրելու համար մենք պիտի ելնենք տարբերություններից։ Մենք պիտի հասկանանք երեխաների անհատական որակները, այսինքն հասկանանք ոչ թե ինչով են նրանք նման, այլ ինչով են տարբեր, ով ինչ է իր հետ բերում։ Սա առաջին քայլն է, նախքան մոտենալ այդ ստեղծագործական հնարավորությունների բացմանը, նախ պետք է հասկանալ երեխան իր հնարավորություններով առհասարակ իրենց ինչ է ներկայացնում։ Երբ որ այս ճանաչումը, դիտարկումը ճիշտ տեղի է ունենում երեխայի, ու մենք հասկանում ենք, որ օրինակ Մարինեն ունի, չգիտեմ, նրբանկատություն, որոշակի խնամք ու հոգատարություն, իր բոլոր առարկաների նկատմամբ սոցիալական հարաբերություններում, ուրեմն մենք հենց Մարինեի ստեղծագործականությունը զարգացնելու գործում պետք է հենվենք այդ նուրբ կոմպոնենտի վրա։ Ի տարբերություն, օրինակ, շատ նենց խոլերիկ երեխեքի, ովքեր աջուձախ կարող է քանդեն, խփեն, էս անեն, այն անեն, բայց այս դեպքում մենք ստեղծագործականությունը կզարգացնենք հիմնվելով ավելի ամուր բանի վրա, օրինակ նախ ամուր նյութերով իրենց հետ կաշխատենք, հնարավորություն կտանք, որպեսզի իրանք այդ խոլերիկ մոլուցքը դրսևորեն որևէ բան, ասենք, կառուցելով կամ ծեփելով կամ նվագելով, օրինակ, հարվածային գործիքներ։ Այսինքն երեխաների տարբերությունից կախված պետք է հասկանալ, թե ով որ ուղղությամբ հենց կարող է զարգացնել եւ ուսուցիչը օգնի, որ տանի իր ստեղծագործականությունը։ Իսկ ուսուցիչը դա արդյոք կարող է անել 35 հոգանոց դասարանում, օրինակ ճանաչել Մարինեին, Հայկին, Ստեփանին։ Միանշանակ ցանկալի է, շատ կարևոր է, շատ ուսուցչի գործը հեշտացնող է, եթե ուսուցիչը տիրապետի որոշակի գիտելիքների տարիքային հոգեբանությունից։ Այդ պարագայում իր համար այդ 35 հոգին կդառնան, ասենք, 3-4 հատ խումբ, հոգեբանական խումբ, օրինակ բաժանված խառնվածքների, ասենք խոլերիկների, սանգվինիկների, մելանխոլիկների եւ ֆլեգմատիկների։ Եթե ուսուցիչը ուշադրություն դարձնի, նա կտեսնի, որ անկախ քանակից 20, 25, 30 թե 35 հոգանոց դասարան է, նա կտեսնի, որ երեխաների որոշակի խմբեր կան ըստ նմանությունների, ասենք առաջին նմանությունը որն է, մենք կարանք օրինակ հեշտ բաժանենք, չէ՞, տղաներին աղջիկներից, այդ են բարձ ակնհայտ նմանությունն է։ Բայց մի քիչ էլ եթե փորձենք ավել ուշադրություն դարձնել, մենք կտեսնենք, որ այն երեխեքը, ում մենք անվանում ենք շատ ակտիվ, ճկուն, տեղում չսթրվող, sense ժողովրդական
բառով ասած։ Այս երեխեքն էլ շատ նմանություններ ունեն։ Այ գտնելով նրանց ընդհանուրը, մենք կարող ենք հանկարծ հասկանանք, որ նրանք բոլորը օրինակ ունեն ցրված ուշադրություն։ Մի բանի վրա երկար չեն կենտրոնանում, միաժամանակ նրանք կարողանում են բաց չթողնել ամեն ինչ, ինչ որ կատարվում է դասարանում։ Այս էլ ուսուցչի մեկնաբանության հարց է, իմ այս երեխեք օրինակ ուշադրության խնդիր ունեն, թե առավելություն, որովհետև մի կողմից իրանք երկար չեն լսում դասը, հոգնում են, արագ պիտի ուրիշ բանով զբաղվեն, մյուս կողմից ինչ մանր դեպք լինում է, չի վրիպում իրանց ուշադրությունը։ Որոշակի խառնված կա հոգեբանական, ու այսպիսի երեխեք միանշանակ դասարանում լինելու են, ոչ թե մեկը երկուսը, այլ մի խումբ։ Եվ այստեղ նույնիսկ լավ է, եթե դասարանը մեծ է, 30 եւ ավել, որովհետեւ այստեղ երաշխավորված է, որ մենք այդ մի քանի խմբերն էլ կունենանք։ Շարունակելով դիտարկել, մենք կարող է տեսնենք օրինակ երեխեքի, ովքեր հակառակը ավելի մի տեսակ քնած են արտաքինում կատարվողի նկատմամբ։ Ասենք իրանք աշխարհում sense փակված ապրում են, նույնիսկ երբեմն մեջքի կորությամբ, այդ սեղանին նստելու ձևով, sense մի տեսակ իրանք թաքնվում են իրանք այդ բնի մեջ, հա, եթե կապիշոն ունեն, այդ պարտադիր հագնում են կամ մազերը երկարացնում, ճակատը ծածկում են, այս էլ է մի խումբ երեխեքի, այս էլ է մի հոգեբանական խառնվածքի ձև, որոնք էլի ունեն իրար շատ նմանություններ, ունեն ընդհանրություններ։ Սրանք ունեն սովորելու լրիվ ուրիշ տեմպ, քան են առաջինները։ Իրանց պետքա շատ երկար ժամանակ, դանդաղ, կաթիլ, sense նույն գործողությունը անել։ Այդ ձևով են իրանք սովորում։ Իրանք չեն կարող արագ օրինակ մի թեմայից անցում կատարեն մյուսին, որը այն առաջին խմբի առավելությունն էր։ Մենք կարող է տեսնենք երեխաների, ովքեր ունեն այնց միջին տեմպ սովորելու, բայց իրենց սոցիալական վարքով, թե ասենք դասերին աչքի ընկնելու տեսանկյունից է կանգնել մի բան ասելու, ընդհանրապես արտահայտվելու, թե ուրիշների հետ շփման մեջ, թե առհասարակ իրենց տրամադրությամբ միշտ շատ լուրջ են, շատ ավելի լուրջ են, քան մյուսները։ Լուրջ են, ինքնամփոփ են, բայց ուշադիր։ Նրանք միշտ արթուն են նրա նկատմամբ ինչ որ կատարվում է դասարանում։ Սա տեսակ է, որը օրինակ կարող է անել առաջադրանքներ, որոնք պահանջում են մանրակրկիտ, այսինքն ներբանեկատություն, զգայունություն, իրանք շատ երկար ու բոլոր կողմերից կարող է մշակեն մի նյութը, որ հանձնարարում է ուսուցիչը։ Մենք կարող ենք տեսնել վերջապես աշակերտների, ովքեր ամենաարթունն են, sense գամված են գրատախտակին ու ուսուցչին ու կլանում են ամեն ինչ, որ ասվում է դասարանում, միաժամանակ անընդհատ փորձում են ամեն ինչում լինել ժամանակին, լինել ճիշտ, լինել տեղին, sense չափված ու ձևված, հա, ինչը երևում է եւ նրանց վարքում եւ նրանց ուրեմն ուսումնական process-ի որակի մեջ։ Հիմա օրինակ այս 4 խառնվածքի տիպերի մեջ, որոնք իրենց անուններն ունեն, ես չեմ տալիս, որ այս չդառնա ինչ որ գիտական ուսումնասիրության նյութ, այլ ուղղակի ուսուցիչը առօրյան ոնց կարող է հետևել։ Չկա վատ ու լավ, ասենք չկան նրանք, ովքեր ավելի լավ աշակերտներ են, նրանք ովքեր ավելի վատն են։ Կան տարբեր հոգեբանական տեսակի մարդիկ, ովքեր ունեն իրենց ձևը դպրոցում դրսևորվելու, սովորելու, հարաբերվելու, ստեղծագործելու ու կապված նրա հետ, որ դասարանը մեծ է, հա, ոնց աշխատել անհատական։ Այ այսպես մենք տեսակավորում ենք այս խմբերը, մենք մեր դասը կառուցում ենք հենվելով այս տիպերի վրա։ Օրինակ, եթե մենք մտնենք ու երկար ժամանակ, ասենք պատմության դասը, ամբողջ դասը sense միատոն ձևով պատմենք, ինչ որ չգիտեմ, Հանիբալի արշավանքների մասին։ Այս կգրավի մենակ մի խմբի, այս երեխեքից, այն խմբին, ովքեր բացի են, որ ունակ են, այդ իրենց նաև շատ հաճելի է, sense նստել նայել ուսուցչին, sense խորանալ այդ նյութի մեջ ու անջատված երկար լսել։ Իրենց հեշտ է, դա կախված չի որպես կանոն ոչ իրենց դաստիարակությունից, ոչ իրենց սոցիալական պայմաններից, այդ իրենց խառնվածքին է հատուկ, որ իրանք երկար մի բանը կարողանում են վերցնել։ Այս մենք կկորցնենք այն մյուս խմբերից առնվազն երկուսին։ Նույն կերպ, եթե մենք մտնենք դասարան ու sense ակտիվ մի տեղից մյուսը թռնելով, ինչ որ դրամատիկ ձայնով պատմելով, բարձրաձայն տեղ-տեղ, խորը տեղ-տեղ, այստեղ են, ու գրավենք ուշադրությունը այն sense արթուն գամված երեխեքի, մենք կարող է կորցնենք ուրիշներին։ Դրա համար ուսուցիչը պետքա իր դասը կառուցի, իր դասը նվիրի բոլոր 4 տեսակների խառնվածքի տիպերի։ Դասը կառուցի այնպես, որ այնտեղ լինեն դրվագներ, որոնք դասին միացնում են ֆլեգմատիկներին, դրվագներ, որոնք դասին միացնում են մելանխոլիկներին, սանգվինիկներին, խոլերիկներին։ Այս պարագայում քանակը արդեն խնդիր չի։ Հակառակը նույնիսկ եթե դասարանը մեծ է, ուրեմն այդ 4 խառնվածքներն էլ բավականաչափ ներգրավված են։
Սիփան, իսկ ինչ փուլերով է զարգանում մարդու ստեղծագործ ջիղը։ Տեսեք, երեխաները գալիս են բոլորովին տարբեր անհավասար ընդունակություններով։ Ինչ փուլերով է սա զարգանում։ Նախ մենք ստեղծագործող մարդ, տեսեք, անվանում ենք հասուն գիտակցություն ունեցող մարդուն, որը ինքնագիտակից ձևով է ստեղծագործում, այսինքն ինքը իրան հաշիվ տալիս է ինչ է ինքը անում։ Իրեն ծանոթ են իր հնարավորությունները, իր ունակությունները, իրենք դա փորձում է դրսևորել ամեն անգամ նույնիսկ միացած ինքնահաղթահարում անցնելով արվեստի մեջ դա միշտ ակնառու երևում է։ Երեխաների պարագայում առաջին գործը ծանոթացնելն է իրենց ունակությունների հետ։ Երեխեքը գալիս են դպրոց շատ վախեցած, գիտեք, հիմնականում, ասենք անկախ նրանից ինչ են կարողանում անել, որտեղ մեծ մասամբ իրանք չգիտեն ինչ կարող են անել այն ամեն ինչ պահանջելու է իրենցից դպրոցը, իրանք ծանոթ չեն իրենց այդ ունակություններին։ Հետևաբար առաջին փուլը ծանոթացնելն է աշակերտներին նրա հետ ինչ որ իրենք կարող են անել, բայց այստեղ ճիշտ աշխատանք է պետք այդ ինքնագնահատականի, ինքնավստահության հետ։ Հատկապես այն երեխեքի օրինակ այդ մելանխոլիկ տեսակը հակված է շատ փակվել, երբ որ ինչ որ բան չի ստացվում իր մոտ այնպես, ինչպես ինքը ակնկալում էր, իսկ իրենց ակնկալիքները ահռելի են այս խմբին, հա։ Այս են երեխեքն են, ովքեր եթե ինչ որ բան չի ստացվում իրենց մոտ կատարյալ, ուրեմն չի ստացվում ընդհանրապես։ Այստեղ կարևոր է էլի տարբերելով այդ տեսակները ուսուցչի աշխատանքը այդ ինքնագնահատականի եւ ինքնավստահության մեջ տալ երեխային մի առաջադրանք, մի քիչ գուցե օգնել, բայց որպեսզի ինքը իր ունակություններով հաղթահարի այդ առաջադրանքը, հետո իր ուշադրությունը դարձնել դրա վրա հենց, հա, այսինքն այ տես դու կարող ես այսա քո մոտ ստացված։ Ու միշտ ընդգծել այն ինչ որ ստացվում է, բայց ընդգծել իսկապես, ոչ թե կեղծ։ Հա, սխալ է երեխային միշտ ասել, ինչ որ անում է շատ լավ է, որտեղ նախ դա այդպես չի։ Այսինքն ուժեղ կողմերը ընդգծելն է ճիշտ։ Իսկապես ինչ որ գտնել ստացվում է, հա, հիմա կարող է ինչ որ կողմերի ուժեղ չանվանենք, այ օրինակ անվանենք սկզբում որ ասացի նրբանկատություն եւ այդ էլ է ուժեղ կողմ։ Այն ինչ որ ստացվում է երեխեքի մոտ պետք է ընդգծել ու հենց այդ էլ շատանալու է, այդ էլ զարգանալու է, հետո դրա հիմքով էլ իր ստեղծագործականությունը դրսևորվելու է։ Իսկ Հայաստանի հանրակրթության ծախսերի ավելացումը կարող է նպաստել երեխայի ստեղծագործ ունակությունների բացահայտման։ Նայած ինչի վրա են ուղղվում այդ ծախսերը։ Իհարկե, լավ է, որպեսզի ինչքան շատ բնական նյութ մտնի, որի հետ կարող են աշխատել երեխաները, պրակտիկ նյութ, այսինքն օրինակ, չգիտեմ, եթե դպրոցները ստանում են այդ փոփոխության արդյունքում ավելի մեծ քանակի, ասենք, ներկեր, կավեր, պլաստիլիններ, մի խոսքով նյութեր, փայտագործական արհեստանոցի պարագաներ, երգի երաժշտության պարագաներ, նյութեր, որոնցով երեխաները պրակտիկ աշխատանք կարող են տանել։ Մենք կարող ենք ասել, որ դա կնպաստի ստեղծագործությանը, որովհետև մեր դպրոցների մեծագույն խնդիրն է ահռելի մեծ տեսական կրթությունը առանց գործնական հիմքի։ Եթե հետևաբար ծախսերը ուղղվում են գործնական հիմքին, դա նպաստում է ստեղծագործականությանը։ Միաժամանակ օրինակ մեծ քանակի այդ տեսական գիտելիքով ծանրաբեռնումը ինքը փակում է մարդու ստեղծագործականությունը։ Մենք սկսում ենք ամեն ինչ պատկերացնել մեր գլխում, սկսելու ավարտել մեր գլխում ու ոչինչ դուրս չբերել իրական կյանք։ Մինչդեռ մարդու ստեղծագործականությունը կայանում է հենց իդեան իրական, գաղափարը իրականություն դարձնելու մեջ։ Այսօրվա հանրակրթական պետական դպրոցը ավելի շատ խրախուսում է երեխայի ստեղծագործելու ունակությունը, թե սահմանափակում ըստ ձեզ։ Ես կարծում եմ անտեսում է, որովհետև հանրակրթության պահանջները ի վերջո վերահսկվում, չափվում եւ ստուգվում են մի ձևով, որտեղ չի կարող դրսևորվել ստեղծագործականություն։ Առհասարակ մեր կրթահամակարգը 2-3 ունակություն է պահանջում երեխաներից, որոնք ունենալով իրենք ըստ էության կարող են բոլոր առարկաները հեշտությամբ հաղթահարել։ Եթե երեխան գալիս է դպրոց եւ ունի լավ հիշողություն, լավ ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն եւ նաեւ վերարտադրելու կարողություն, ինքը կարող է գերազանցապես ավարտել դպրոցը հաջողություն դրսևորելով բոլոր առարկաներից։ Մինչդեռ որոշ երեխաներ սա ունեն, որոշ երեխաներ չունեն, փոխարենը ունեն ուրիշ հատկություններ, որոնց վրա չի հենվում, որոնց վրա կրթություն չի կառուցվում, եւ սա խնդիր է։ Կարող ենք ասել, որ այն երեխան օրինակ, որ գերազանց է ավարտել դպրոցը, կարող է նաեւ ստեղծագործ չլինել։ Իհարկե, եւ ավելի տխուր բան ես կասեմ, մեր ընկալման մեջ այդ գերազանցիկի կերպարները իրանք սովորաբար ստեղծագործ մարդիկ չեն։ Այդ մարդիկ են, ովքեր սովորեն
շատ լավ յուրացնել ինչ որ ասվում է եւ ինչ որ գրվում է եւ վերադարձնել նույնությամբ, գրել կամ պատմել նույնությամբ։ Հետո այդ համալսարանում դրսևորվում են նույն դերերը, հա։ Գերազանցիկները գալիս են, նստում են առաջին շարքերում, սկսում են կլանել լեկցիաները։ Հիմնականում իրաց պետք է օրինակ հեշտ սովորելու համար թելադրվող երկար լեկցիաներ, որ իրենք կարողանան հետո գալ ու այդ պատմել։ Իսկ որտեղ պետք է դրսևորել սեփական մտածողություն, որպես կանոն այդ երեխեքը նահանջում են։ Իսկ կա մի տարիք, երբ առավել հստակ կարելի է նկատել, որ երեխան ունի ստեղծագործելու կարողություն։ Դպրոց եկող երեխան արդեն իսկ ունի ստեղծագործելու կարողություն իր ձևի ու չափի մեջ։ Պետք է ուսուցիչը գտնի այդ ճիշտ ֆորման։ Կարող է առաջին դասարանում դա լինել մի պարզ նկար ջրաներկից, 6-րդ, 7-րդ դասարանում լինել մի հատ փոքրիկ ոտանավոր բանաստեղծություն, էսե, կավի հետ աշխատանք եւ այլն, ըստ տարիքի։ Այսինքն մենք էլի նայում ենք, թե ինչ կարող է երեխան, մի քիչ ավելին ենք դնում այդ նշածողը, որ ինքը պետք է անի ու օգնում ենք, որ իր կարողությունը ինքը զարգացնի։ 10 տարի հետո ստեղծագործ քաղաքացի ունենալու համար այսօր ինչ հմտություններ է պետք զարգացնել։ Ես կարծում եմ նախ եւ առաջ պետք է մի արժեք ստեղ դնել, այս նոր չափորոշիչում շատ է շեշտադրվում այ արժեքային բաղադրիչ կոչվածը, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ արժեքները մեզ համար նույնպես պիտի ունենան նույն նշանակությունը։ Օրինակ, մենք պիտի հավասարության ու արդարության արժեքների հետ ճիշտ աշխատենք։ Եթե այդպես լիներ եւ մենք ոչ թե դնենք մի նշածող եւ ասեինք, որ այստեղ կարող են հասնել, փաստորեն այդ ենք մենք ասում, այստեղ կարող են հասնել միայն այն երեխեքը, որոնք այդ իրանց հիշողությունը կվարժեն բավականաչափ, իսկ մյուսները մեզ պետք չեն, ու պետք են, բայց այդքան կարևոր չի, այդ չի գնահատվում օրինակ, այդ չկա քննություններում, հա։ Եթե մենք ինքներս այդ արժեքներին հետևենք, երեխաների համար դրանք կսկսեն կարևոր դառնալ, շատ կարևոր է, որպեսզի երեխաները նույնպես վերցնեն այդ բանը մեծահասակներից ու սովորեն նկատել տարբերություններ եւ հարգել տարբերություններ, սիրել տարբերություններ։ Սա կարևոր է օրինակ ներառական կրթության ճիշտ իրականացման համար, ճիշտ սոցիալականացման համար, ապագայում այ հասարակության մեջ դերերի ճիշտ բաշխման ու էլի տարբերությունները հարգելու համար։ Այդ երկու արժեքները ես կարծում եմ շատ կարևոր են հատկապես մեր հաճախ բևեռացվող, ասենց հասարակության համար, որպեսզի փոքրուց դրվեն։ Ստեղծագործականության մասին, հա, եւս մի բան, տեսեք, երեխային կարևոր է հասկանալի դարձնել, որ ինքը սահմանափակված չի միայն նրանով, ինչ որ իրենից պահանջվում է։ Այ ինչ է ստեղծագործականությունը։ Ստեղծագործելիս մենք միշտ ինչ որ մի հատ նորություն ենք բերում, նորություն ենք առաջ բերում։ Ընդ որում նորություն, որը թաքնված է մարդու անհատական թաղանթի շնորհքի, ջիղի, ձեր ասած կամ ուղղակի հնարավորության մեջ։ Բայց դպրոցը նորություններին շատ զգույշ է վերաբերվում։ Դպրոցը մի կառույց է, որտեղ սերունդների համար կրկնվում են նույն ուսումնական ծրագրերը։ Կարևոր է բոլոր առարկաներում, բոլոր ծրագրերում հնարավորություն տրվի, որպեսզի ամեն երեխա ունենա պատուհան, այդ պատուհանով մի հատ նորություն բերելու, նորություն, որը իր անհատականությանն է վերաբերում, իր անհատական որակներին։ Այս ձևով իր մեջ կսկսի դրսևորվել առհասարակ այդ ստեղծագործելու հնարավոր լինելը ու լավ լինելը, որ ամեն ինչ մենակ այն շրջանակների մեջ չի, ինչ որ ես տեսնում եմ, ես կարող եմ։ Այսինքն երեխան դա պետք է անի ակադեմիական գիտելիքը կիրառելով, ճիշտ եմ հասկանում։ Ես հնարավորինս ցկտում եմ խուսափել դպրոցի մասին խոսելիս այդ ակադեմիական գիտելիք բանից, բառակապակցությունից, որովհետև մենք թյուր պատկերացում ունենք, որ դպրոցում ակադեմիական գիտելիքը պետք է զբաղեցնի առաջին տեղը, ինչ որ ով ասեց։ Ընդհանրապես ակադեմիան այն միջավայրն է, որտեղ գնում են մարդիկ կոնկրետ ընտրությամբ։ Մարդիկ, ովքեր ընտրում են խորանալ գիտելիքի մեջ, հասնել դրա այդ ակադեմիական ոլորտին։ Դպրոցը ճանաչողության դաշտ է, իսկ աշխարհաճանաչողությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքով։ Դա մի բաղադրիչ է ընդհանրապես, որը մենք կարող ենք ապահովել ի վերջո։ Տեսեք, օրինակ բնագիտության պարագայում, հա, շատ բանաճ շոշափելի է այդ ակադեմիական գիտելիքը, ասենք բանաձևերի, հավասարումների ձև տեսքով, բայց մենք պիտի շատ ավելի երկար ժամանակ ծախսենք երեխաների հետ հենց իրականության միջոցով բնագիտությանը մոտեցնելու վրա։ Օրինակ, մենք պիտի մեր ժամանակի 80%-ը ծախսենք փորձերի եւ իրականության դիտարկումների վրա երեխաների կողմից։
Եվ միայն այն 20%-ից էլ 10%-ը ծախսենք ուրեմն դրա նկարագրության վրա, ուղղակի ոնց իրենք կարող են իրենց բառերով, եւ միայն վերջին 10%-ը կարելի է այդ ամենի արդյունքում sense դուրս բերել ակադեմիական գիտելիք։ Դեռ ճանաչողությունը այս ամբողջի մեջ է բաշխված էլի, ոչ թե մենակ մենք սկսում ենք ի սկզբանե դնում ենք հենց ակադեմիական գիտելիքի պահանջները, տակի իրականությունը անցնում ենք, դրա համար երեխեքը ստիպված են օգտագործել այդ անգիրի ունակությունը, որտեղ ուրիշ ձև դրան մոտենալ չեն կարող։ Փաստորեն դպրոցում այն ինչ որ պետք է արվի, ասենք, երեխային զարգացնելու համար, 90%-ով արվում է երեխային սահմանափակելու համար։ Ճիշտ եմ հասկանում, որովհետև նայեք, իմ երեխաներն էլ գնում են դպրոց ավելի շատ ակնկալելով կյանքի հմտություններ ստանալ, ավելի շատ պատմում են այն ուսուցիչներից, ովքեր իրենց հասկանում են եւ սիրում են այդ դասերը եւ այդ ուսուցիչներին, իսկ մնացած դասերը, որոնք որ տալիս են 4 գիտելիքներ, դրանք մեծ մասն են, ձեր ասած 90%-ը, երեխաները չեն սիրում, այդ դասերով հիմնականում փորձում են չզբաղվել, այս պատճառով նաև դպրոցը չեն սիրում, դպրոց գնալ չեն սիրում։ Այստեղ մի քիչ տեսեք աշխարհայացքային վեճի թեմա կա երևի, թե ինչի համար է դպրոցը եւ ինչ դեր ունի պետությունը դպրոցի զարգացման գործում։ Իհարկե դպրոցը պետական հաստատություն է, բայց այ պետության վերին օղակները արդյոք իրանք պատվիրատուներ են, պիտի ուրեմն իջեցնեն պատվերներ ու ստանան արդյունք, ասենք մի հատ սերունդ, որը շատ լավ տիրապետում է օրինակ կիրառական մաթեմատիկային, ֆիզիկային ու կզարգացնի ԱԹՍ-ների արդյունաբերությունը։ Օրինակ սա պատվեր է, որոշակի։ Կամ մի սերունդ, ենթադրենք այն նախկին ռազմահայրենասիրական հայեցակարգի շրջանակներում, որը անգիր կիմանա Ռաֆու նժդեհի երկերը, կմեջբերի, կարտասանի շատ լավ, ինչ որ կգովա իր երկիրը, պատմությունը կիմանա, այն մակարդակում, որ կարողանա դա էլի վերարտադրել եւ այլն։ Հիմնականում, քանի որ մենք խորհրդային կրթահամակարգի ժառանգորդ ենք եւ շատ բան այդտեղ բուն դրա անբանության մեջ չենք փոխել, մենք ընկալում ենք դպրոցը որպես մի հատ միջին օղակ, որտեղ պետությունը ասում է պատվեր է իջացնում, ասում է ինձ ինչա պետք, դպրոցը պատրաստում է աշակերտներին այն սահմանափակ ունակություններով, հնարավորություններով, բայց ինչպիսին հենց շեշտադրված է, ինչպիսին պետք է, եւ նրանք ավարտում են դպրոցը։ Դրանք փոխվում են, երբ որ փոխվում են իշխանությունները, բայց տրամաբանությունը մնում է նույնը։ Մինչդեռ իրականում հակառակն է, պետությունը, պետական կառավարման համակարգը, ողջ իշխանությունները պետքա ծառայեն դպրոցին, ծառայեն դպրոցի շահին։ Իրականում մեր սահմանադրությունը չէ, որ սկսվում է այն կետում, որ մարդը բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է, որ մենք պիտի նայենք ինչա պետք մարդուն ու ամեն ինչ ծառայեցնենք դրան։ Ինչա պետք մարդուն, օրինակ 7, 9 կամ 12 տարեկանում իր ֆիզիկական, հոգեկան, հուզական եւ մտային հոգեվոր ձևավորումը ճիշտ անցնելու համար եւ դպրոցը պիտի ծառայի սրան եւ պետությունը պիտի ծառայի սրան։ Այդ ժամանակ մենք կունենանք նաև այն ինչ որ ուզում ենք ստանալ։ Հենց այդ ժամանակ հա, հենց բան կերպով, տարօրինակ կերպով մենք կնկատենք, որ իրականում մեր պետությունը, մեր պետական ինստիտուտները, մեր քաղաքացիական հասարակությունն է զարգանում, որովհետև ի վերջո առողջ մարդը կարող է լինել առողջ քաղաքացի։ Շնորհակալություն Սիփան հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ իմ զրուցակիցը Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպության համահիմնադիր, ուսուցիչ Սիփան Հայրապետյանն էր։ Ես եմ շնորհակալ։ Ես Լիլիթ Հարությունյանն եմ, հաջողություն։